Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, զրուցակիցս իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն է։ Ողջույն, պարոն Իոաննիսյան, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Իոաննիսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանի ազգային ժողովում կա հեծը ազգայնացնելու, պետականացնելու նախագիծ, եւ 1 ամիս առաջ եմ հանձնարարություն տվել կառավարության համապատասխան մարմիններին, որ կամ հեծը պետք է ժողովրդին հասցրած վնասը վերականգնի, կամ ազգայնացվի։ Վարչապետը նաեւ նշել է, որ մինչեւ հունիսի 21-ն են ժամանակ տվել կառույցին, գործադիրը տարբեր աշխատանքներ է իրականացրել, եւ դրանից առաջ վարչապետը նաեւ միգրարմամբ էր խոսել այն մասին, որ կարծում է հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցերը պետք է ազգայնացվի, պետականացվի, դա տեղի կունենա արագ եւ իմ հանձնարարականն է հեծի բոլոր աշխատակիցներին բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից, պետականացումից հետո բարեխղճությունը հաշվի կառնվի, հա։ Հայաստանի համար ռազմավարական ստրատեգիական նշանակության օբյեկտների Ռուսաստանին կամ ռուսաստանցի օլիգարխներին կամ ռուսաստանյան կապիտալով օլիգարխներին հանձնելու դեմ շատ է խոսվել, որ դրանք պետք է շատ վաղուց ազգայնացվեին, պետականացվեին եւ այլն, բայց ինչևէ։ Վարչապետը ասում է, որ 1 ամիս է արդեն այդպիսի նախագիծ կա ազգային ժողովում, մենք այսօր ենք էլի իմանում դրա մասին Սամվել Կարապետյանի շուրջ ծավալվող իրադարձությունների համատեքստում։ Ինչու օրինակ, ինչու չէին կազմակերպվում հանրային լսումներ, քննարկումներ այդ հարցով, որպեսզի հիմա տարբեր շրջանակներ չբերեն Սամվել Կարապետյանի այդ տեղի ունեցողը կապեն օրինակ հեծի ազգայնացման հետ։ Գիտեք, մի քանի բան ասեմ այս առումով, ինչ վերաբերում է հեծին, ապա հեծի մասով մի շարք խնդիրներ կային, ու թեև պետությունը մի շարք գործիքակազմեր ունի հեծին պարտադրելու խաղի կանոնները, եւ այդ առումով Հայաստանը բավականին կարգավորումներով առատ երկիր է, այդուհանդերձ մենք տեսնում ենք, որ հեծը ամեն ձև դիմադրում են մի շարք փոփոխությունների, հա, մի հարց կարգավորումներ բերում ուժի ձևով ինչ-որ փորձում են դիմադրել, եւ այո, հոսանքազրկումները շատացել էին, բայց ես չեմ պնդի, որ այդ հոսանքազրկումները միտումնավոր էին արվում։ Ես նաև չեմ պնդի, որ միտումնավոր չէր, բայց չեմ բացառում, որ այդ հոսանքազրկումները պայմանավորված էին ցանցի գերծանրաբեռնվածությամբ, որտեղ ցանցը գերծանրաբեռնված է։ Ամեն դեպքում հիմա ազգայնացնում են, շատ լավ, թող ազգայնացնեն, ազգայնացնելու ֆոնին տեսնենք, թե ինչպես կփոխվի հեծի պահվածքը, ինչ վերաբերվում է դեպքերի հերթականությանը քրոնոլոգիային, ես գիտեք մեղմ ասած սովորություն չունեմ փակ հանդիպումների ժամանակ ասված մտքեր վկայակոչել, բայց ինձ թվում է այս դեպքում մտքի հեղինակը դեմ չի լինի, եւ այո ես նրանց մի քանի շաբաթ առաջ եղել եմ հանդիպմանը, որը բնականաբար շատ ավելի շուտ էր, քան Սամվել Կարապետյանի եկեղեցու հետ կապված հայտարարությունը, առհասարակ այս եկեղեցու հետ կապված բազարներից ավելի շուտ էր, այս եկեղեցու բազարները դեռ չէին սկսել, եւ այդ հանդիպման ժամանակ այո վարչապետը ասել էր մարզարում հոսանքազրկումների հետ կապված իր մտահոգությունը եւ այն, որ կառավարությունը տողության բանելիքներ ունի։ Քննարկումը ուրիշ թեմայով է, ես չեմ ուզում հիմա ասեմ, թե քննարկումը ինչ էր, ուրիշ մեջբերումներ, քննարկումներ, բայց այդ արտահայտությունը ես վարչապետից լսել եմ դեռ միջև եկեղեցու հետ կապված այս սաղ կինոները, կուսակրոնության կինոները, չկուսակրոնության, չգիտեմ, միջև այդ բոլոր կինոները, միջև այս Սամվել Կարապետյանի հետ կապված կինոները, այդ թեման ես վարչապետից լսել եմ, սա ուղղակի որպես ասում եմ
բարեկցության սահմաններում վկայություն եմ հիմա ձեզ տալիս այդ մասով։ Թե արդյոք մայիսի 21-ին, երբ է մայիսի 20-21-ին վարչապետը կառավարության նման հանձնարարություն տվել, չի տվել, ես չգիտեմ կապված հեծի հետ։ Բայց մեծ հաշվով եկեք հաշվի առնենք, որ հեծը այո Հայաստանի վրա ճնշման մեխանիզմ է։ Եվ Հայաստանը պետք է նենց անի, որ ճնշման մեխանիզմները չլինեն։ Սա ուղղակի փաստ ենք։ Շատ լավ։ Միաժամանակ, բայց ես ձեզ ուզում եմ ասել, որ հեծի ազգայնացումը կարող է բերել նաև այլ խնդիրների, որովհետև գիտեք, հեծը թեև դա կազմակերպություն է, բայց կազմակերպություն է, որը նաև ունի ենթակապալառումներ, ունի մասնագիտացած ենթակապալառումներ։ Այդ մասնագիտացած ենթակապալառումները բոլորը փոխկապակցված են Տաշիր խմբի հետ։ Այդ մասնագիտացած ենթակապալառումներից ինքը կշարունակի ձեռք բերել ապրանքներ, ծառայություններ, թե չի շարունակի ձեռք բերել, որոնցով կշարունակի, որոնցով չի շարունակի, մի մասը միգուցե այնտեղ կոռուպցիոն բանկա, որ ձեռք էր բերում, մի մասը օբյեկտիվ բանկա, որ մասնագիտացած էին ձեռք էր բերում։ Այստեղ կարևորը նենց հանել է ազգայնացումը, որ սա չվերածվի հեծի աշխատանքի էական պարալիզացիաներին։ Ես դրա համար չեմ ասի, որ ես երկու ձեռքով կողմ եմ ազգայնացմանը, որտեղ ես վստահ չեմ, որ այդ ազգայնացման process-ը կառավարությունը կարող է անել շատ անգլերեն բառ կա smoothly, էլի հայերեն ասես, սահուն։ Պարոն Յանոսյան, առհասարակ, օրինակ նույն գազատրանսպորտային մեր համակարգերը, այստեղ խնդիրը պետության մենաշնորհն է, որ պետության մենաշնորհը լինի այդ համակարգը։ Եվ ներողություն, հեծի հետ կապված մի բան էլ էլի քրոնոլոգիկ առումով։ Հեծի անունը տվել է Երեք Սամվել Կարապետյանը, այսօր վարչապետ։ Այսինքն Երեք Սամվել Կարապետյանը գիտեր, որ հեծի հետ կապված թեմա կա, այսօրվա վարչապետի ելույթից չի ինքը իմացել։ Մենք այսօրվա վարչապետի ելույթից ենք, հա։ Ես մի քանի շաբաթ առաջ լսել էի նման թեմայի մասին, թեև ազգայնացման մասին այն ժամանակ ես բան չէի լսել, բայց որ խնդիր կա, լսել էի։ Հասարակությունը այսօր վարչապետի ելույթից իմացավ, բայց Սամվել Կարապետյանը երեք դրա մասին ասել է, հետևաբար ինքը վարչապետի ելույթից չի իմացել այս մասին։ Առհասարակ մեր նման ռազմավարական նշանակության համակարգերի նկատմամբ, նույն օրինակ գազատրանսպորտային մեր համակարգերը, անհրաժեշտ է, որ դրանք լինեն պետության մենաշնորհության ներքո։ Գիտեք, ինձ թվում է, որ պետությունը էֆեկտիվ մենեջեր չի։ Ես ամեն դեպքում ստեղ պետքա փորձեմ ինչ-որ առումով լիբերալ դիրքերից հանդես գալ եւ ասել, որ պետությունը էֆեկտիվ մենեջեր չի, պետությունը չի կարող որևիցե բիզնես էֆեկտիվ մենեջմենտ անի։ Եվ պետությունը պետք է զբաղվի միայն նրանով, ինչով չի կարող որևիցե պարագայում զբաղվել մասնավորը, հա։ Շատ երկրներում իրարուց ասեմ, շատ ֆունկցիաներ, որոնք Հայաստանում լրիվ պետական են, նույնիսկ այդ ֆունկցիաները մասնավորն են։ Հարկադիր կատարման ծառայությունը Հայաստանում պետական է եւ համարյա երբեք չի քննարկվել, որ դա կարող է մասնավոր լինել, բայց կան երկրներ, որտեղ այն մասնավոր է։ Մի շարք այլ պետության ֆունկցիաները դրսում փորձում են պակասացնել ընդգծելու, որ պետությունը էֆեկտիվ մենեջեր չի, մասնավորը ամեն ինչ ավելի էֆեկտիվ է անում, այսինքն որն է տարբերությունը հեծը մասնավորի ձեռքում, թե հեծը պետության ձեռքում։ Մի կողմ թողնենք, որ այդ մասնավորը չպետք է հանգարց այդ հեծը օգտագործի Հայաստանի դեմ հիբրիդային, ասենք ինչ-որ հարձակման կոմպոնենտ որպես, հա։ Այդ պահը մի կողմ թողնենք։ Այդ պահը կա եւ դրա համար ես չեմ էլ ասում, որ հեծի ազգայնացումը վատ է, բայց նաեւ չեմ էլ ասում, որ լավ է հետեւյալ պատճառով, որտեվ հիմա հեծը տարբերակ մեկ պետությանն է, տարբերակ երկու մասնավորինն է։ Հեծից պետությունը, երբ որ պետությունը նշանակում է մենեջերը ոչ թե այն մարդունը, որը առավելագույնս էֆեկտիվ կլինի, այդպիսին են բոլոր պետությունները։ Այլ են մարդուն, որը չգիտեմ քաղաքականապես լոյալ է, էսային է,
միլիոն ուրիշ բան, հա, մեր ախպոր լավ ընկերն է տենց մարդու պետությունը նշանակելու որպես ընդեր գլխավոր մենեջեր, այդ գլխավոր մենեջերը իր հերթին ենթակա մենեջերների նշանակելու է իր ախպերությանը ոչ թե մարդկանց, որոնք որ էֆեկտիվ են, որոնք մաքսիմալ շահույթ կտան։ Ինչա տեղի ունենում, եթե հեծը մասնավորին, նա հեծը կամ, չգիտեմ, Գազպրոմ Արմենիան ցանկացածը պետությունը ասում է սրանք խաղի կանոններն են, այս կանոններով խաղա ու դու ունեցիր քո ենթադրենք 8% շահութաբերությունը հարց չկա դու քո 8% շահութաբերություն ունեցի այդ քո 8% շահութը տարդիր սեփական տիրոջ գրպանը դրի ոքեյ է բայց ինքը մաքսիմալ շահագրգռված անելու որ դա ամենը էֆեկտիվ լինի Եվ այդ էֆեկտիվությունը շատ ավելի շատ առնելու քան այդ 8%-ը 8% դնելու է սեփական տիրոջ գրպանը բայց ինքը էֆեկտիվության ոնց ասեմ պետականի համեմատ 8%-ով չի ավելի էֆեկտիվ լինելու կարող է 50 կարող է 100%-ով ավելի էֆեկտիվ լինի քան եթե հեծը լինի պետական եւ այս առումով շատ բան է եվրոպական փորձը նայում ես էլ չասեմ արևմտյան փորձը պետական կորպորացիան դա այդքան էլ հաջող միտք չի ոչ միշտ հաջող միտք եւ գիտեք ինձ թվում է որ ինչ որ բայ հետ պիտի էլի մասնավորեցի ու պիտի նայում են մասնավորեցնում Կարեն հեծը դարձան բաց բաժնետիրական ընկերություն մարդիկ գնան հեծի բաժետոմս առնեն Հա մարդիկ գնան հեծի բաժնետոմս առնեն տարբեր մարդիկ որ խնայողություն ունեն գնում են չգիտեմ Nvidia-ի բաժնետոմս են առնում բանի բաժնետոմս են առնում Team Telecom-ի բաժնետոմս են առնում մարդիկ պարտատոմս են առնում խնայողությունները բոլորը չի որ ավանդ են դնում որոշ մարդիկ բաժնետոմս են առնում կամ պարտատոմս են առնում Հանգիստ կարելի է հեծը դարձնել բաց բաժնետիրական ընկերություն ասել հարգելի հայրենակիցներ դառի հեծի համասեփականատեր Էդ էլ է տարբերակ բայց պետությունը այդքան էֆեկտիվ մենեջեր չի եվրոպական փորձ որ նայում ենք Եվրոպայում պետությունը ուղղակի շատ լավ պետությունները եւ առհասարակ Եվրոմիությունը շատ լավ ռեգուլյացիաներ ունի հենց էներգետիկ ոլորտում թե ինչպես է ինքը կանխում են որ այդ հիմնարկները հանգարց չդառնան պետությունների դեմ ազդեցության գործիքներ, հա։ Օրինակ, Եվրոպայում կանոն կա, կանոն օրենք, չգիտեմ իրանց իրավական ակտը ոնց է կոչվում, դիրեկտիվն ոնց է, որ գազատարը եւ գազատարի մեջի գազը չեն կարող նույն կազմակերպությանը պատկանել։ Հա։ Եվ բայց դու ունես գազատար, շատ լավ Մարդկանց ծառայություն ես մատուցում, քո գազատարով գազը տեղափոխում։ Դա չի կարող լինել քո գազը, որովհետև եթե դու գազատարով քո գազն ես տեղափոխում, այդտեղ արդեն մրցակցայնությունը խախտվում է։ Այդտեղ արդեն դու կսկսես քո գազին առավելություն տալ, ուրիշի գազը չտեղափոխել, քո գազը տեղափոխել, ու ուրիշ ավելի թանկով գազ, վերջում ասել, այս գազը ավելի թանկ է։ Ավելի քո ավելի թանկ գազը տեղափոխել են ուրիշի գազը չտեղափոխել ուրիշի գազը տեղ չի ասնի ավելի թանկ կնստի վերջում գազը օրինակի համար եմ ասում կամ հազարում մի ուրիշ հակամրցակցային երևույթ կարա լինի հա դրա համար նրանք ասում են գազատարն էլ է մասնավոր գազն էլ է մասնավոր բայց տարբեր կազմակերպություններինն է Դա ինչ անել գազատարին որը գազատարի դերը հետաքրքրված չլինի թանկ գազ տեղափոխելու, հա, իր համար տարբերություն չլինի ում գազն է, կարևոր իրան իր խողովակի օգտագործման համար չէ։ Այսինքն, սենց մեխանիզմներով եվրոպական երկրները կարողանում են կառավարել են, որ էներգետիկ ենթակառուցվածքները չդառնան երկրների դեմ ազդեցության մեխանիզմներ։ Հիմա Հայաստանում Սերժ Սարգսյան 13 թվականի դեկտեմբերին ստորագրեց գազային համաձայնագիր, որով արեց լրիվ 180 աստիճանով հակառակը։ Գազատարնել, գազնել, գազը բաշխողնել, գազը չգիտեմ պահողնել, գազը սպառողը, գազի սպառողների մի մասը հենց նույն Գազպրոմն է։ Գազպրոմը Հայաստանի ամենամեծ գազ սպառողներից մեկն է նաև։ Հրազդան 5-ն է Գազպրոմինը, այլ ենթակառուցվածքներ են Գազպրոմինը։
Այդտեղ արդեն մրցակցությունը խաթարվում, այդտեղ արդեն պետությունը նստի գլուխ ցավացնի, հասկանա ոնց անի, որ Գազպրոմը պետության դեմ լծակ չդառնա։ Նույնիսկ Սերժ Սարգսյան 13 թվին արեց ազգովի, չգիտեմ ոնց են տակից դուրս գալու, բայց կարևորը նույնը չթողել հեծում, բայց կարծում եմ, որ դա չթողելու ճանապարհը ազգանացումը չի, ես կարծում եմ, որ չթողելու ճանապարհը կամ կարգավորումներով չթողելն է, կամ եթե ազգայնացում, ապա գոնե ազգայնացումից հետո մասնավորություն, բայց մասնավորություն ծուր նայենք էլի ու մենք մասնավորություն։ Դե այո, բնականաբար։ Այսինքն նույն մոտեցումը կիրառել Գազպրոմի նկատմամբ, մեր այդ հայտնի գազատարը, դրա այդ պատմությունը։ Գազպրոմի դեպքում տրիվիալ չի, Գազպրոմի այդ գազային պայմանագիրը կներեք, այնց վատ, ինչքան ուժ ունի վատն է, մեր համար, ռուսների համար շատ լավն է։ Ինչքան ուժ ունի սարսափելի է, ես ցավոք գրպանումս լուծում չունեմ։ Այսինքն այն լուծումները մենք անվտանգային քաղաքականության ինստիտուտի հետ հետազոտություն արեցինք, որը հրապարակեցինք ամսից առաջ, ու գազի մասով հիմնական ռեկոմենդացիան է նա, որ պետությունը պետք է առավելագույնս անի գազի սպառումը նվազեցնելու ուղղությամբ, որովհետև գազի մասով, տեսեք, նույնիսկ եթե մենք խողովակը առանձնացնենք, եթե մենք խողովակները ազգայնականացնենք, չգիտեմ, բաշխումը ազգայնականացնենք, ինչ էլ որ անենք, գազը չենք ազգայնացնելու, գազը Ռուսաստանի գազն է, մենք մեր գազը չունենք, հասկանում եք, մենք մեր հոսանքը ունենք, ճիշտ է, այդ հոսանքը մասամբ նաև գազից է արտադրվում, բայց մեծ հաշվով հոսանքի առումով մեր վիճակը այդքան վատ չի։ Գազի առումով Ռուսաստանից է գալիս, Իրանից գալիս է շատ քիչ, եւ քան դեռ Իրանը սանկցիաների տակ է, չի էլ կարող գա շատ, որտեղ չի կարող Իրանում ճնշումային կայան կառուցվի, առանց ճնշումային կայան ու Քոչարյանի թեթև ձեռքով փոքրացրած տրամաչափով 700 մմ դարձրած տրամաչափով խողովակով չի կարող Հայաստանի ամբողջ սպառումը ապահովող գազի քանակ գա։ Հենց որ ռուսական, եթե էական բան չփոխվի, մենք շարունակելու ենք ռուսական գազ գնել։ Հետապես պետք է առավելագույնս այնց անել, որ գազ ավելի քիչ ծախսենք եւ տենց կառավարենք Ռուսաստանից կախվածությունը։ Դա իրականում մի առանձին մեծ թեմա է, թե ինչպես պակասեցնել, ինչպես խրախուսել, օրինակ մարդիկ մեքենայատերերը ժողովրդի լեզվով ասած օդ գազից անցնեն հեղուկ պրոպանգազի, ինչպես անել պրոպանբուտան, ինչպես անել, որ մարդիկ իրենց տները դարձնեն ավելի ջերմամեկուսացված եւ տների ուրեմն ջերուցման վրա ավելի քիչ գազ ծախսվի։ Այդ ամեն ինչը լուրջ պետական քաղաքականություն է պահանջում, որի համար պետք է պատասխանատու գերատեսչություն, որը չկա։ Ինչպես գիտեք, էներգետիկ քաղաքականությունը կառավարության մշակում եւ իրականացում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, որտեղ կա էներգետիկ գծի համար պատասխանատու փոխնախարարի պաշտոն, իմիջիայլոց փոխնախարար չկա արդեն մի 9 ամիս։ Ու այդ ոլորտի կառավարման համար այդ նախարարությունը 13 հաստիկ կա։ 13 հոգին չի կարող այդ ոլորտը կառավարել, էլի դա շատ բարդ ոլորտ է։ Ու այս առումով ուղղակի կառավարությունը շատ մեծ սխալ արեց 2019 թվականին, երբ որ համապատասխան նախարարությունը լուծարեց եւ մտցրեց տկենի մեջ։ Հա, բայց սա ուղղությունը բնական գազի գծով Ռուսաստանից կախվածությունը կառավարելու հիմնականում սա է, բայց կամի բայց եթե տարածաշրջանում էական բան չփոխվի։ Էական բան կարա երկու բան փոխվի։ Մեկը այդն է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները այնքան լավանան, որ մենք սկսենք Ադրբեջանից գազ գնել։ Քիչ հավանական սցենար է, եկեք համաձայնվենք։ Մյուսն է, որ Իրանը դադարի սանկցիաների տակ լինել եւ հանգիստ հնարավոր լինի Իրանում ճնշումային պոմպակայան կառուցել եւ 700 մմ-անոց խողովակով այնքան գազ մատակարարել, որը բավարարի Հայաստանի ամբողջ պահանջարկը։ Սրանց մի շաբաթ առաջ ես կասեի դա էլ հնարավոր չի, բայց հիմա ով գիտի Իրանում ինչ կլինի։ Կարող է Իրանում այնց լինի, որ
այն քիչ գազն էլ որ ստանում ենք չստանանք, իսկ կարող է անենց լինի, որ Իրանը այս ամեն ինչի արդյունքում դուրս գա սանկցիաների տակից եւ հնարավոր լինի ինչ որ բավականին սահմանափակ ժամկետում, ոչ 10 տարում էլ, 1-2 տարում ճնշումային պոմպակայան կառուցել Իրանում եւ Իրանից թեկուզ եւ փոքրացրած դրամաչափով խողովակով, բայց մեծ քանակի գազ բերել, որը եթե ոչ ամբողջ ապա ամբողջ հանրապետության կարիքները կսպառի։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Հիոաննիսյանն էր, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք Առաջինի հետ։